Մեր սահմաններին զինվոր չի սպանվել հակառակորդի կրակոցից արդեն մոտ 2 տարի։ Պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն կդառնա 1.5 տարի։ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան իր տարածքով բեռնափոխադրումների արգելքը, Ղազախստանից եւ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթ գծով առաջին անգամ ներկրվել է որևէ ապրանք, այս դեպքում հացահատիկ։ Քննարկվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերք տեղափոխելու հարցը։ Սրանք բոլորը վերջին 1-2 ամիսների ընթացքում հայտնված լուրեր են եւ մեր ընդդիմությանը այս լուրերը դուր չեն գալիս։ Ինչու՞։ Ենթադրում եմ, որ իրենք կասեն, որովհետեւ սա արժանապատիվ խաղաղություն չէ։ Բայց վերհիշենք, ինչպիսին էր մեր լրահոսը նախորդ շրջանում։ Ինչպիսին էր մեր լրահոսը օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրից առաջ։ Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանին զոհվել է զինվոր, դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվել են զինվորներ, լայնամասշտաբ հարձակման արդյունքում սպանվել են զինվորներ, գրավվել են դիրքեր։ Այսպիսին էր մեր լրահոսը։ Մեր լրահոսը նրա մասին էր, թե հարձակումը կլինի 1 ամսից, 2 ամսից, թե 3 ամսից։ Եվ մոտակա ամիսների մենք պետք է կատարենք ընտրություն, թե ինչպիսի ճանապարհ ենք ընտրում մեր երկրի համար։ Ճանապարհ, որտեղ մենք կարդանք լուրեր տնտեսական համագործակցության, խաղաղության, բարեկեցության, կյանքի եւ երջանկության մասին, թե այնպիսի լուրեր, ինչպիսիք կարդում ենք առաջ։ Շատ պարզ ընտրություն է։ Իհարկե կարող է հնչել հակափաստակ, բա թափված արյուն է։ Բայց ես կասեմ հետեւյալը, որ ոչ թե պետք չէ գնալ խաղաղության, որպեսզի արժևորենք թափված արյունը, այլ պետք է գնալ խաղաղության, որպեսզի չթափվի նոր արյուն եւ արժևորվի կյանքը, որովհետեւ թափված արյունը արժևորելու եւ զոհերին հարգելու լավագույն ձևը կյանքն է, երջանիկ եւ բարեկեցիկ կյանքի ապահովումն է բոլորի, այդ թվում մեր զոհերի, հարազատների, զավակների, քույրերի, եղբայրների, ծնողների համար։ Խաղաղություն բոլորիս։